Երեկոյան երեխաներս Լեոպոլդի մուլտիկն էին նայում, խորհուրդ կտամ դուք էլ նայեք անկեղծ։ Այսօր ես եկել էի նիստերի դահլիճում, վերջում կասեմ ինչի համար եմ խորհուրդ տալիս, որոշեցի, որ տարին ամփոփում ենք, կոստյումով գամ, վերջապես ասի կարող փող կապել կապեմ, կարող է այս մարդիկ վերջ-վերջո խելքը գլուխն են հավաքեն նորմալ ամեն ինչը լինի բան, բայց այսօրվա այս պատկերի մեղավորը դուք եք։ Քանի անգամ եմ ասել, որ եթե ինչ-որ մի հատ sense իրավիճակ է ստեղծում, այդ իրավիճակի ստեղծողը իշխանությունն է։ Եվ այսօր հերիք չի ստեղծողը դուք եք այդ իրավիճակի, այդ բոցը գցողնել եք դուք էլի։ Շատ լավ գիտակցելով էլի, որ դիմացը մարդիկ են, որ մեկը ասեք 15-ը հետ եք ստանալու։ Մի արեք այդպես բաներ։ Պարոն Խաչատրյան, այս տեմպերով որ շարունակեք, ձեզ աղջիկ չեն տա։ Երբ որ խոսում եք մանկապարտեզից, Իմիջիալոց 3-4 օրը Կիլիկիայի մանկապարտեզի բացմանն էի։ Պրոստը ձեզ չտեսա, այդ ինչ ֆենոմենալ լուսավոր փողոցով թույն մանկապարտեզ էր։ Կիլիկիայի մանկապարտեզը, որ պարոն Ավինյանը երեխեքին հավաքի ուռա էր գոռում, նկարվում էր, այդ մանկապարտեզի։ Երբ որ խոսում եք մանկապարտեզից, բյուջեի ժամանակ բմբուլները քամբունն են տալու այդ մանկապարտեզների հետ կապված հարցին։ Տարիներով թվերով, որ տարին ինչ եք խոսում չեք արել։ Երբ որ խոսում եք փողոցը արդիականացված է, ախպերական, կարող է դուք ուրիշ երկրից եք, դա եմ ուզում հասկանամ, էլի, լուրջ եք խոսում դուք։ Մի հատ իրիկ ունե հելեք միտեղ ֆռացեք, բայց նարկոմանիան խիա ծաղկում էս երկրում, որովհետև փողոցները մութ, քոր, մարդ գնում է, որտեղ տենես մեկ ինչ որ մեկը մի բան է տանում թաղում ու պահում։ Այդ լուրջ եք դուք խոսում։